Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ, այսօր 2025 թվականի հոկտեմբերի 17-ն է, ուրեմն այսօր վաղ առավոտյան ժամը 7:30 Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը մի խումբ այլ 4 քննիչների հետ միասին խոզարկություն է կատարել իմ բնականում, մասնավորապես իմ սենյակում, ամբողջ սենյակը ստակնու վրա են արել եւ ինչ որ ձայնագրություններ, տեսանկարահանող սարքեր, տեսանյութեր էին փնտրում, ինչ որ ենթադրյալ բռնության հետ առնչվող, սակայն հավաստիացնում եմ, որ անձամբ Էրիկ Եղինյանս որևէ մեկի նկատմամբ բռնություն չեմ գործադրել, որևէ մեկը իմ ներկայությամբ որևէ մեկի նկատմամբ բռնություն չի գործադրել, Էրիկ Եղինյանս որևէ բռնության տեսանյականատես չեմ եղել եւ որևէ բռնության հետ կապված որևէ դեպք չեմ տեսանկարահանել, այդ ամեն անհեթեթություն է եւ իրականության հետ որևէ աղերս չունի։ Նաեւ ցանկանում եմ տեղեկացնել, որ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը ինձ հետ գտնվում է թշնամական վատ հարաբերությունների մեջ, քանի որ ես պարբերաբար բողոքներ եմ գրել վերջինիս նկատմամբ եւ իմ բնականի խոզարկության կատարումը թույլատրել է Վանաձոր քաղաքի դատանի դատավոր Տարոն Թաթևոսյանը, ով նույնպես ինձ հետ գտնվում է թշնամական վատ հարաբերությունների մեջ, քանի որ ես դատավոր Տարոն Թաթևոսյանի դեմ նույնպես բազմիցս բողոքներ եմ հասցրել։ Նաեւ ցանկանում եմ տեղեկացնել, որ որ քննիչներից մեկը անազգանունը չեմ ուզում ասեմ, միջնորդավորված ձևով այլ անձի միջոցով ինձ նախապես տեղեկացրել էր, որ պետք է խոզարկություն կատարվի իմ բնականում, եւ ես որպես չեմ ցանկացել ներկա գտնվել իմ բնականում կատարվելիք այդ խոզարկությանը եւ նախքան խոզարկությունը հեռացել եմ իմ բնականից, սակայն իմ բնականում նախապես թողել եմ ինձ պատկանող համակարգիչը, ինչ որ տեսանյութեր դիսկերի վրա ձայնագրված, որոնք այլ քրեական գործերով իմ կողմից տրված ցուցմունքների տեսաձայնագրություններն են ընդհանրապես եւ խոզարկության արդյունքում, քանի որ ես թաքցնելու ոչինչ չունեմ եւ որևէ մտավախություն չունեմ, որևէ հանցագործություններ չեմ կատարում, հանցավոր գործունեությամբ չեմ զբաղվում, ուստի քննիչները Հարգելի հետևորդներ, հարգելի հանրություն, այժմ ցանկանում եմ հանրայնացնել այս ամեն ինչը, ցուցադրում եմ ուրեմն խոզարկությունից հետո իմ բնակարանը, տեսեք ինչ վիճակում մեջ է գտնվում իմ բնակարանը, իմ սենյակը հենց իմ սենյակում է կատարվել խոզարկությունը, տեսեք ինչպիսի ավերածություններ են կատարել քննիչները իմ սենյակում, ահա տեսեք, ինչպես արդեն նշեցի, իմ սենյակում առկա են եղել իմ համակարգիչը, որը առօրյա կենցաղում օգտագործելու համար ինձ անհրաժեշտ է եւ այլ գործերով տրված իմ ցուցմունքների տեսաձայնագրությունները, որոնք այդ դատանի որոշման մեջ նշված ենթադրյալ հանցագործության հետ որևէ առնչություն չունեն։ Այսինքն ակնհայտ անարդար որոշում է կայացրել դատավորը իմ տունը խոզարկելու հետ կապված, որը ես կբողոքարկեմ։